Տիկին Զարուբեկյան, խնդրեմ, անդրադառնանք նաև իհարկե կխնդրեմ ներկայացնեք արդյոք հիմքեր կան, որպեսզի օրենքը ընտրովի եւ այսպես քաղաքական, չկիրառվի կամայական բնույթ չունենա։ Արդյոք այդ սահմանումները, ներողություն, շատ հստակեցված են եւ այլ մեկնաբանությունների տեղ չեն կարող տալ։ Տեսեք, կամայական մեկնաբանության մասով ես թերևս կանադառնամ նախագծի դրույթներին, իհարկե նախընտրելի կլիներ նախ մի հատ ներկայացնել ամբողջ կարգավորումների էությունը, բայց պարոն Թոսունյանի դիտարկման մասով երևի արձագանքեմ, հետո անդրադառնամ։ Տեսեք, ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանը հստակ նշել է ի թիվս այլնի նաև հեռացման իրավունք այնքանով որքանով որ սահմանված չէ, լիարժեք պաշտպանված չի դիտարկում անձի պատիվ արժանապատվությունը գործարար համբավը այնքանով որքանով որ հեռացման իրավունք նախատեսված չէ։ Հեռացման իրավունքի մասով, երբ որ քննարկում ենք ամբողջական նյութը հեռացնելու պահանջի մասով, եթե մենք նախագծի կարգավորումները ուսումնասիրենք, կտեսնենք, որ այնտեղ հնարավորություն կա պահանջ ներկայացնելու ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջությամբ նյութը հեռացնելու մասով եւ իհարկե հետագայում օրինակ եթե դատական կարգով է այդ պահանջը ներկայացվում, հեռացման ծավալը որոշելու է դատարանը։ Իհարկե հաշվի առնենք, որ հայցի հիմքերից առարկայից դատարանը չի կարող դուրս գալ, բայց օրինակ եթե անձը ներկայացնում է օրինակ ամբողջությամբ հեռացման պահանջ, բայց դատարանը տեսնում է, որ օրինակ առաջին նախադասությունն է իր մեջ պարունակում զեպարտություն կամ վիրավորանք, դժվար թե ամբողջ նյութը հեռացնելու վերաբերյալ վճիռ կայացնի, այսինքն այդ մասով ծավալի որոշման հնարավորությունը թողնված է դատարանի վրա եւ նաեւ լրատվական միջոցը որպես գործով պատասխանող, եթե բավարար հիմնավորումներ ներկայացնի առայն, որ օրինակ ամբողջ նյութը չէ, որ ենթակա է հեռացման, եթե մի բան նույնիսկ ընդունենք, որ դա այդ նյութը իր մեջ ինչ-որ մասով պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք համարվող արտահայտություններ, այդ արտահայտությունների վերացման մասով հարցը կլուծվի, դատարանը կդիտարկի այդ հիմնավորումները, այսինքն լրատվական միջոցը հնարավորություն ունի իր իրավական պաշտպանության իրավունքից օգտվելով պատշաճ հիմնավորումներ ներկայացնել եւ ապացուցել, որ օրինակ մասամբ է X արտահայտությունը հանդիսանում վիրավորանք, ոչ թե ամբողջ նյութն է հանդիսանում վիրավորանք կամ զրպարտություն։ Վերադառնալով իրավական կարգավորումների էությանը, իհարկե պարոն Ասատրյանը անդրադարձ կատարեց նաև առցանց հարթակում տեղ գտած արտահայտությունների մասով, ես կուզենայի այդ մասով մի քիչ ավելի մանրամասն հիմնավորումներ ներկայացնել, ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների մասով, ընդհանուր առմամբ խնդիրը կայանում է նրանում, որ գործող կարգավորումների պայմաններում, եթե լրատվական գործունեություն իրականացնողի կողմից է տեղադրվել զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը կամ փաստական տվյալը, դա իհարկե վերաբերելի է նաև առցանց հարթակում տեղադրված նյութերին, այդ թվում երբ իրենց լրատվական կայքում է տեղադրվել կամ ինչ-որ սոցիալական հարթակում, օրինակ Facebook-ում է տեղադրվել ընդհուպ նույնիսկ մեկնաբանության մասով, դրանք կիրառելի են գործող կարգավորումների պայմաններում, բայց կարգավորումներ չկան այն դեպքերի համար, երբ օրինակ լրատվական գործունեություն չիրականացնողը պայմանականորեն ֆիզիկական անձ է։ Օրինակ ինչ-որ սոցիալական հարթակում, օրինակ Facebook սոցիալական հարթակում տեղադրել է զրպարտություն կամ վիրավորանք պարունակող արտահայտություն, փաստական տվյալ եւ իհարկե իրականությանը զրպարտության դեպքում օրինակ եթե իրականությանը չհամապատասխանող է։ Հնարավորություն չկա այդ մասով որևէ անձի կողմից, ով որ այդ զրպարտություն պարունակող տեղեկատվության օբյեկտ է հանդիսանում, իրավական պաշտպանության միջոցների դիմել, օրինակ դատական կարգով հայց ներկայացնել կամ տվյալ անձին արտադատական կարգով պահանջ ներկայացնել, հերքելու այդ տեղեկատվությունը, եթե զրպարտություն է կամ պատասխանի պահանջ ներկայացնելու կամ էլ օրինակ հեռացման պահանջ ներկայացնելու։ Հիմա այս իրավական կարգավորումների պայմաններում հնարավորություն է ստեղծվելու, որ ի թիվս այլ դեպքերի, երբ որ լրատվական գործունեություն չիրականացնող անձի կողմից առցանց հարթակում տեղադրվել է զրպարտություն կամ վիրավորանք պարունակող ինչ-որ նյութ, հնարավորություն ստեղծվի անձի կողմից իրավական պաշտպանության դիմել եւ ի թիվս այլնի օրինակ հեռացման պահանջ ներկայացնել, հերքման պահանջ ներկայացնել, եթե զրպարտություն է կամ պատասխանի պահանջի իրավունքից օգտվել, նույն էլ վիրավորանքի մասով այլ գործիքակազմից օգտվել, այդ թվում նաև եթե առցանց հարթակում է տեղադրված։ Խնդիրը կայանում է նրանում, որ
Եթե զրպարտության վրա բերենք օրինակը, զրպարտության սահմանումը, ինչպես նաև դրա տարածման եղանակները շատ ավելի լայն են, քան դրա դեմ պաշտպանության եղանակները առկա կարգավորումների պայմաններում, որտեղ եթե մենք ուսումնասիրում ենք զրպարտության սահմանումը օրինակ, ըստ էության զրպարտող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, հետևաբար անձի կողմից իր պատիվը արժանապատվությունը գործարար համբավը պաշտպանելու իրավունքը պետք է տարածվի բոլոր այն յուրաքանչյուր անձի դեմ, ով որոշել է իրեն զրպարտել։ Իսկ օրինակ, երբ որ առկա կարգավորումներն ենք ուսումնասիրում, լրատվական գործունեություն չիրականացնող անձի դեպքում նման տեղեկատվությունը տարածելու դեպքում անձը իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորություն ներկա պայմաններում չունի։ Հետևաբար այս նախագիծը ուղղված է նաև այդ հնարավորությունների ստեղծմանը, որոնք կերաշխավորեն Սահմանադրությամբ իր նախատեսված պատվի եւ բարի համբավի անձեռմխելիության իրավունքը լիարժեք կերպով պաշտպանություն հայցել։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Ասատրյան, պրակտիկան դիտարկելով իհարկե, կխնդրեմ ներկայացնեք ձեր տեսակետը, ինչ ռիսկեր այդուհանդերձ կարող է ունենալ, մասնավորապես նշվում է, որ ծավալի որոշման հնարավորությունը, եթե դատարանին է տրվում, եւ ԶԼՄ-ները եթե հիմնավորում ներկայացնեն, պրակտիկան օրինակ ինչ է ցույց տալիս, ամեն դեպքում ԶԼՄ-ները երբ իրենց հիմնավորումները